Ռեջի Սպիրսը խոստումնալից մարզիկ էր, Ավստրալիայի լավագույն նիզական նետերից մեկը։ 1964 թվականին նա պետք է մասնակցեր Օլիմպիադային, սակայն վնասվածք ստացավ, վատ արդյունքներ ցույց տվեց եւ չմասնակցեց։ Լոնդոնի կենտրոնում անփող եւ նույնիսկ առանց փաստաթղթերի, քանի որ նրա ուղեբեռը գողացել էին։ Սպիրսը նման մանրուքների պատճառով խոճապի մատնվողներից չէր։ Նա գնահատեց իր շանսերը եւ հասկացավ, որ երկու տարբերակ ունի՝ կամ անօթևան դառնալ, կամ ոչ ստանդարտ ձևով վերադառնալ հայրենիք։ Նա եւ մարզիկ Ջոն Մաքսօրլին որոշում են Ռեջիին ուղարկել փոստով արկղի մեջ Ավստրալիա, Ռեջիի տուն։ Նա լսել էր, որ կենդաններին տեղափոխում են նույն կերպ, նույնիսկ ամբողջ աշխարհով մեկ, եւ նրանք հիմնականում ողջ են մնում։ Երկու ավստրալիացիներ ծախսում են իրենց վերջին խնայողությունները արկղը սարքելու համար։ Նրանք ներսից պարանից օղակներ են պատրաստում, որպեսզի հարվածները հնարավորինս քիչ լինի։ Վերցնում են վերմակ, բարձ, պահածոներ, ջրի շշեր եւ այլն։ Արկղի առաքման հասցեն հորինված էր։ Ստացողը պետք է վճարեր դրա առաքման համար տեղում։ Մնում էր, որ Սպիրսը ճանապարհին չմահանար։ Տղաները հաշվի չեն առնում առաքման ժամկետները։ Մառախուղի պատճառով բեռնատարին նատիրը որոշ ժամանակով կանգնեցվում է Լոնդոնում։ Այնուհետև բեռը մնում է Ֆրանսիայում, որտեղ Ռեջին դուրս է գալիս արկղից, մի փոքր շունչ է քաշում, սնվում է, կարիքներն է հոգում եւ նորից ետ է մտնում արկղը։ Արկղը այնպես էր հարմարեցված, որ Ռեջին կարող էր այն ներսից բացել։ Մտնելով արկղի մեջ, Ռեջին մոռանում է շիշը, որի մեջ նա միզել էր։ Մաքսավորների աչքի առաջ թողնելով մեզի շիշը։ Բարեբախտաբար աշխատակիցները որոշում են, որ սա իրենց բրիտանացի գործընկերների հերթական կատակն է։ Եվ այսպես, հերթական պահեստներից մեկում, որտեղ պայթուցիկ առարկաներ կային, Սպիրսը քիչ էր մնում մահանար։ Այնտեղ Սպիրսի արկղը մնում է արևի տակ, նույնիսկ գլխի վրա շրջված։ Ռեջին գրեթե շնչադեղձ է լինում, բայց ժամանակին նրա արկղը տեղափոխում են այլ վայր։ Ավստրալիայի օդանավակայանում նա ուրախությունից բղավում է, երբ լսում է մայրենի լեզուն, թե ինչպես են բեռնափոխադրողները հայոյում իրենց տարբերվող շեշտադրումներով։ Նա բացում է արկղը, դուրս է գալիս եւ հարևան արկղերից մեկում տեսնում է գարեջուր։ Ծարավը հագեցնելու համար խմում է եւ ուրախանում, որ արդեն հայրենիքում է։ Պահեստում գտնում է բանվորական հագուստ, փոխվում է, դուրս գալով պահեստից ավտոստոպով հասնում է Ադելաիդա քաղաք, իր տուն։ Լոնդոնից նրա ընկեր Ջոն Մաքսօրլին անհանգստանում է եւ զանգում է Ավստրալիա, տեղի ոստիկանության բաժանմունք, որտեղ ապրում է Ռեջի Սպիրսը, եւ հայտնում, որ այսպիսի բան է արել եւ իր ընկերը հնարավոր է մահացել է։ Երբ Ռեջին տուն է հասնում հոգնած եւ գարեջրից հարբած, լրագրողների ամբողջն ու ոստիկանությունը նրան սպասում են տան մոտ։ Ոչ, Ռեջին չեն ձերբակալում։ Այս պատմությունը դառնում է շատ հայտնի եւ նրան կանչում են տարբեր հեռուստաընկերություններ։ Սակայն նրա բախտը չբերեց կյանքում։ Ռեջին որոշ ժամանակ անց զբաղվում է թմրանյութերի առաքմամբ։ 1981 թվականին նա փախնում է երկրից, քանի որ նրան մեղադրում էին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Իսկ 1984 թվականին Շրի Լանկայում նրան գրեթե մահապատժի են դատապարտում, բայց Ավստրալիայի պահանջով նրան արտահանձնում են եւ նա կրում է իր պատիժը Ավստրալիայի բանտերից մեկում, գրելով 5 տարվա ազատազրկում։ 5 տարի պատիժը գրելուց հետո նա իր ընկեր Մաքսօրլիի հետ միասին գիրք են գրում այս պատմության մասին։ Եթե հավանեցիք այս պատմությունը, բաժանորդագրվեք, հավանեք եւ կիսվեք։